Այս պահին մենք կարճ հարցազրույց ենք ունենալու պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, ամենամյա այց է, այսօր ինչ խորհրդով, ինչ ասելիքով եք այստեղ։ Այսօր եւ երեք ջայրով երթի ժամանակ մեր ուղերձը նույնն է, հայ ժողովուրդը չի ուրանալու իր դեմ գործած ոճիրը, հայ ժողովուրդը ունի անոտարելի եւ անժամանցելի իրավունքներ եւ հայ ժողովուրդը շարունակելու է պայքարը հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ արդար փոխհատուցման համար։ Ուղղակի, եթե դեռևս մի 3-4 տարի առաջ մեր ուղերձը ուղղված էր Թուրքիային, Ադրբեջանին, ընդհանրապես մարդկությանը, միջազգային հանրության, ինչպես հիմա ընդունված է կոչել, այսօր այդ ուղերձը ուղղվում է Նիկոլ Փաշինյանին, ով այստեղ Հայաստանում իրականացնում է թուրք-ադրբեջանական քաղաքականությունը, ով տանում է ուրացման քաղաքականություն, ով հայտարարում է, որ այլևս հայոց ցեղասպանության ճանաչումը հայկական արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ եւ դա որևէ ռազմավարական առավելություն մեզ չի տվել։ Ասելով ինքն հայտարարի, նկատի ունեմ ինքը եւ իր սատելիտները, իր ենթակաները։ Այսօր առավոտվա իր հայտարարությունը ինքը մեծ եղեռն հայոց ցեղասպանություն, մեծ եղեռն արտահայտությունը շրջանառության մեջ դնելով, հիմա զուգահեռ օգտագործելով, մի տարի, 2 տարի, 3 տարի հետո, եթե Աստված չանի ինքը մնա որպես վարչապետ, այլևս կօգտագործի միայն այդ արտահայտությունը եւ մեծ ցեղասպանություն, այդ եզրույթն էլ այլևս չի օգտագործվի։ Իր եւ իր շրջապատի այդ անազնիվ մեղմ ասած սուտ պնդումները, թե 3 դրոշ վարվեց եւ խոզնավարում դրա համար ադրբեջանցիները կրակեցին, իսկ 3 առաջի օրը, իսկ նախորդ օրը, իսկ մի ամիս առաջ ադրբեջանցիները գնդակոծում էին հայկական բնակավայրերը եւ իրենք իր քաղաքական ուժի ներկայացուցիչներ ամեն կերպ ադրբեջանցիներին արդարացնում էին, մառախուղ է, անկանոն կրակ է, ուղղորդված կրակ չէ, ուղիղ օդ են կրակում։ Իսկ ինչու են նման հայտարարություններ տարածում, ասոցացնում երեկվա ջահերով երթի պահանջատիրական ակցիային։ Կրկնում եմ, Փաշինյանի միակ նպատակը Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականության իրականացումն է Հայաստանում։ Ինքը հասկանում է, որ թուրքերի եւ ադրբեջանցիների բարյաճ վերաբերմունքից է կախված իր իշխանության մնալը։ Եվ դրա համար ինքը ամեն անազնիվ ձևերով պիտի փորձի արգելել ջայրով երթը։ Ես չեմ զարմանա, որ ինչ որ մի պահ այստեղ էլ այլևս չեն թողի, որ մարդ կա։ 2024 թվականին ձեր գործընկերը Արադ Միրզոյանին հարցրեց, առաջնահերթությունների ցանկում է գտնվում հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգայնացման հարցը, պատասխանեց, որ ոչ։ Այսօր հայտարարություն տարածեց արտգործնախարարությունը, նշելով, որ այն միջոցառումները, որոնք նմանատիպ հանցագործությունները դատապարտում են, մնում են իրենց իշխանության ուշադրության կենտրոնում։ Չեն հակասում այս երկու հայտարարությունները միմյանց։ Գիտեք, մնում են իշխանության ուշադրության կենտրոնում եւ իշխանությունը դա դարձնում է առաջնահերթություն, տարբեր բաներ են։ Եվ արդյոք ինքը հայոց ցեղասպանություն արտահայտությունը օգտագործել էր իրենց հայտարարության մեջ։ Այո, օգտագործել են։ Շատ լավ, այսինքն մնում են ուշադրության կենտրոնում եւ ինչ ակնհայտ է, որ իրենք դադարեցրել են ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ Հիմա փոխել են կանխարգելում են խոսում եւ այլն, դատապարտում եւ արդար փոխհատուցում ընդհանրապես այդ եզրույթները չեն օգտագործում։ Դա 24 թվին չի ասել, 25 թվին են ասել, իրենց Սփյուռքի անձնակատարն է ասել, որ դա ռազմավարական առավելություն չի տվել, պետական քաղաքականությունը տանում է դեպի ուրացում եւ այդա քրեականացնելուն էր միտված նաեւ Հայաստան խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը։ Շատ լավ, շնորհակալություն։